Ողջույն իրեն աչքաբաց համարող, բայց իրականում միամիտ հայ ժողովրդին։ Հարգելի հայրենակիցներ, ընդդիմադիր ուժերը, հանձնած ուժեղ Հայաստանի և Հայաստան դաշինքի որոշեցին մանդատները վերցնել։ Ես չեմ կարող ասել դա իմաստուն որոշում է թե ոչ, բայց պետք է պնդեմ, որ ներկայիս կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ պետք է իշխանությունը հանձնել ինձ։ Չեմ ասում հրաժարական տա, որովհետև եթե հրաժարական տա, իշխանությունը անցնի այլ մարդկանց ձեռք, այս 35 տարվա պատմությունը նորից կրկնվելու է։ Հարգելի հայրենակիցներ, իրոք ես ընտրյալ եմ Աստծո կողմից ուղարկված։ Ընտրյալ եմ այն առումով, որ ցանկանում եմ, որ նախ բոլոր հայերը լավ ապրեն, իսկ հետո նաև մեր օգնությամբ, մեր հայերիս օգնությամբ աշխարհի բոլոր մարդիկ լավ ապրեն։ Իմ ասածները նորից եմ կրկնում, միգուցե ձեզ հեքիաթի է նման, ինչ-որ բան, ոչ լուրջ, բայց ամեն ինչ լուրջ է, շատ լուրջ է։ Մենք իրոք կարող ենք բոլոր այդ իմ մտահղացումները, գաղափարները, ծրագրերը իրականություն դարձնել։ Դրա համար հարկավոր է նորից եմ կրկնում, որ հայ ժողովուրդը հարստանա։ Այդ պրոցեսը միայն ես կարող եմ առաջ տանել։ Նորից եմ կրկնում, իմ աչքսել է կուշտ, փորձել է կուշտ։ Ես դեռ սովետական միության ժամանակ իմ աշխատասիրության շնորհիվ, իմ Աստծո օգնությամբ դարձել եմ միլիոնատեր, որը չլսված բան էր։ Ինչ որ ճիշտ է, երբ որ պատանի էի, երբ որ նոր էի դարձել Աստվածահավատ, իսկ 12 տարեկան հասակում արդեն աթեիստ էի դարձել հայերի ցեղասպանության պատճառով։ Միայն 14-15 տարեկան հասակում նորից դարձա Աստվածահավատ, երբ խնդրեցի Աստծուց, որ մայրս չհիվանդանա։ Մայրս հաճախ էր հիվանդանում, դուք գիտեք, երեխաների համար ամենաթանկագին իրենց մայրն է։ Ես գոհ աշխատում էի մեր այգում, խորը ապրումների մեջ ընկած, քանի որ մայրս հիվանդ էր։ Ես ասեցի, եթե Աստված կա, թող մայրս չհիվանդանա։ Ու իրոք մայրս չհիվանդացավ։ Դրանից հետո ինչ խնդրել եմ Աստծուց, Աստված օգնել է։ Այդ ժամանակ էլ ես խնդրեցի, որ միլիոնատեր դառնայի, Աստված ինձ միլիոնատեր էլ դարձրեց։ Այդ ժամանակ միլիարդատեր հասկացողություն չկար։ Սովետական միությունում միլիոնատերը արդեն դա մեծ, անհասկանալի, անհասանելի երևույթ էր։ Եթե միլիարդ հասկացողություն լիներ այդ ժամանակ, ես կխնդրեի միլիարդատեր Աստված ինձ դարձներ ու կդառնայի հաստատ։ Գիտեք, Աստված միշտ չէ, որ մեր խնդրանքները լսում է։ Մի ժամանակաշրջան կա, որ նա լսում է։ Բայց Աստված մեր ձեռքի խաղալիքը չէ, որ այսօր միլիոն խնդրես տա քեզ, վաղը խնդրես ասես չէ, միլիոնը քիչ է, միլիարդ է։ Կյանքի այս ճանապարհը անցնելուց հետո երկար տրորելով տարբեր ճանապարհներ, արահետներ, ես հասկացա, որ եթե մենք ինչ-որ բան ենք կյանքում ուզում, պետք է լավ խնդրենք, նոր ուզենք դա Աստծուց, նոր խնդրենք Աստծուն։ Ես առաջ 2000 թվականներին ցանկանում էի, որ Հայաստանը դառնա հզոր Հայաստան, հզոր երկիր, 3 ծովերի, 3 լճերի, 3 օվկիանոսների Հայաստան։ Բայց Արցախի դեպքերից հետո, երբ Արցախը ծախեցին, երբ մեզ դավաճանեցին, ամբողջ աշխարհը մեզ դավաճանեց։ Ճիշտ ասած, մեր ղեկավարությունն էլ մեզ դավաճանեց։ Ես եկա այն եզրակացության, որ Հայաստանը պետք դառնա աշխարհի ամենահզոր երկիրը, որ կարողանա եւ իրեն պաշտպանել, եւ երկրագնդի բոլոր մարդկանց։ Հավատացեք, հարգելի հայրենակիցներ, մենք դա կարող ենք իրականություն դարձնել։ Դրա համար ինձ ընդհանուր իշխանություն է պետք։
Եթե օրինակի համար ինձ Ամերիկայում իշխանություն տան, եթե ես լինեմ ԱՄՆ-ի նախագահ, 5 տարի հետո երկրագնդի մարդիկ խնդրեմ չեն ունենա։ Եթե ես լինեմ Ռուսաստանի նախագահ, ես շատ լավ նախագահ կարող եմ լինել, թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի համար։ 10 տարի հետո երկրագնդի վրա ոչ մի մարդ խնդրեմ չի ունենա։ Իսկ եթե ես Հայաստանի ղեկավար դառնամ, նախագահ կամ վարչապետ, հիմա ավելի ճիշտ առաջի դեմք, այդ դեպքում 30 տարի հետո երկրագնդի մարդիկ խնդրեմ չեն ունենա։ Այո, 30 տարի է պետք ինձ, որ ես Հայաստանը դարձնեմ երկրագնդի ամենահզոր երկիրը։ Դուք սահմանափակ գիտելիքներ ունեք բիզնեսում, իսկ մեր 4 ղեկավարներն էլ բիզնեսի ասպարեզում անգրագետ են եղել։ Նրանց 10% գումար են տվել, 200%, 300%, 1000% տարել ենք։ Ավելի կոնկրետ, եթե ասենք տվել են $10,000, փոխարենը տարել են 200,000, 300,000, 1 միլիոն, 2 միլիոն $։ Նրանք չեն էլ հասկացել, որ այդ փոքր գումարները վերցնելով ինչքան մեծ վնասներ են տալիս մեր հայրենիքին։ Հարգելի հայրենակիցներ, նորից եմ ձեզ առաջարկում, պահանջեք Նիկոլից, ոչ թե հրաժարական տա, այլ իշխանությունը ամբողջովին հանձնի ինձ, որը բազմիցս ասել եմ, ինձ հետ միասին, նվիրյալ հայրենակիցների հետ միասին ծառայելու է ձեզ, իսկ հետո այդ իշխանությունը ձեր հետ միասին ծառայելու է աշխարհի ազնիվ մարդկանց։ Մենք ընտրյալ ենք, այո, հայ ժողովուրդ ընտրյալ է, մենք պետք է կարգ ու կանոն հաստատենք այս անպիտան երկրագնդի վրա։ Բոլորը դատապարտված են կործանման, թե ԱՄՆ, թե Եվրոպան, թե Ռուսաստանը, թե Իրանը։ Եթե ես չլինեի, Ռուսաստանն ու Իրանը վաղուց էին կործանվել։ 35 տարի այդ երկրներին ես պաշտպանում եմ, որ նրանք չմասնատվեն։ Ձեզանից շատերը ատում են Ռուսաստանին, ես գիտեմ, բայց որտեղ Ռուսաստանը մասնատվի, նրա տեղը 15 թուրքալեզու պետություններ կառաջանան, որը մեզ համար ավելի մեծ չարիք կլինի, քան ռուսական կաշառակեր չինովնիկները, ովքեր մեր հարազատ Արցախը ծախեցին փաստորը։ Թող ազնիվ ռուսները չնեղանան ինձանից, ռուս պաշտոնյաները, նրանք լավ գիտեն, որ ես ճշմարտությունն եմ ասում։ Ես այնքան եմ օգնել Ռուսաստանին, որ ռուսները միասին 35 տարվա մեջ այդքան չեն օգնել։ Այդքանից հետո նրանք չգնահատեցին իմ նվիրվածությունը իրենց երկրին, ու իմ հայրենիքը հաշմանդամ դարձրեցին։ Արցախը դա Հայաստան է, ու վերջ։ Նիկոլը մի անգամ ճիշտ բան ասեց, հետո հրաժարվեց իր խոսքերից։ Իսկ հիմա ես գոչում եմ, Արցախը Հայաստան է, Նախիջևանը Հայաստան է, Կարսը, Արդահանը, Արդվինը, Օլթին, Սուրմալու գավառը, Արարատ լեռով, Արևմտյան Հայաստանը, Կիլիկյան Հայաստանը, դրանք բոլորը Հայաստան են, թող բոլորը լսեն, ու լինելու են Հայաստան, միայն այդ իշխանությունը տվեք ինձ։ Ես առանց պատերազմի եմ հարցերը լուծելու, առանց պատերազմի ես այդ բոլոր տարածքները ազատագրելու եմ, որի վրա մենք հիմնելու ենք ամենահզոր երկիրը երկրագնդի վրա, աստվածային երկիրը, որը կօգնի աշխարհի բոլոր մարդկանց։ Այնպես որ հավատացեք ինձ։ Մի անգամ հավատացեք,